Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանը, համեցեք պարոն Կոնջարյան։ Պարոն Մինասյան, ես ձեզ ուրիշ բան էի ասում, Պարոն Մինասյան, ես ձեզ ուրիշ բան եմ ասում, դուք գալիս ուրիշ բանի համար եք արդարանում։ Ես ձեզ ասում եմ, բա եթե ինքնորոշման իրավունքը այդքան կարևոր է ձեր համար, ինչքան կարևոր, որ դուք համարում եք, պատասխանելով իմ գործընկերոջ ելույթին, բա ասում եմ, այդ դեպքում խի էիք գնում արդեն ձեր իսկ կողմից ներկայացված, ինքնորոշված Ղարաբաղի մասով բանակցությունների ժամանակ պայմանավորվում էիք, որ նորից պիտի լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետներում եւ պայմաններով, բա եթե ինքնորոշումը տեղի է ունեցել արդեն, բա եթե Ղարաբաղը ինքնորոշվել է, դուք փաստորեն այդ ինքնորոշումը ոտնատակ եք տվել, գնացել եք բանակցությունների ժամանակ, պայմանավորվել եք, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված կերպով նորից կլինի հանրաքվե, այսինքն դուք արդեն ընդունել եք, որ այն 91 թվի ինքնորոշումը, որը դուք ասում եք ինքնորոշումը, առ ոչինչ է։ Դրա մասին է խոսքը, դուք հիմա եկել ասում եք միջազգային հանրությունը, ասես միջազգային հանրությունը, ես ուղիղ բան եմ ձեզ ասում, եթե դուք պաշտպանել եք Ղարաբաղի ինքնորոշումը, որը տեղի է ունեցել ըստ ձեզ 91 թվականին, բա ոնց եք գնացել բանակցություններում պայմանավորվել, որ Ադրբեջանի հետ նոր հանրաքվե պետք է տեղի ունենա, նրա հետ համաձայնեցված, ու Ադրբեջանը տեսականորեն կարար երբեք էլ չհամաձայնեցներ, ու այդ բանը տեղի չունենար, ենթադրենք տեսականորեն, բայց այն, որ դուք արդեն կասկածի տակ էիք դրել, դուք ձեր ղեկավարները, արդեն իսկ կասկածի տակ էիք դրել այդ ինքնորոշման փաստը, արդեն հերիք էր, որ միջազգային հանրությունն էլ, միջնորդն էլ, Ադրբեջանն էլ հասկանա, որ դուք խաչ եք քաշել այդ ինքնորոշման վրա։ Հիմա եկել եք այստեղ բան եք անում, էլի չկմեղանում եք, պարոն Մինասյան, կամ ես չեմ հասկանում, խի եք այդքան մի քիչ ուշացած, չի Վարդանիկի վերաբերյալ ձեր խանդաղատանքը։ Նեղվել եք, նեղսրտել եք, որ ասում ենք Վարդանիկ։ Նախ Վարդանիկն ինքն է իր մասին ասում Վարդանիկ։ Ինքը իրեն իդենտիֆիկացրել է այդպես, պարոն Մինասյան։ Ասում եք, հետո ասում եք, այ ձեր քաղաքական թիմում էլ կարող են լինել մարդիկ, որոնց կարող են, փաստորեն Վարդանիկը ձեր քաղաքական թիմից է։ Դրա համար դուք էլ նեղվում եք, ասում եք, այ դուք ոնց որ դուք ձեր վրա եք վերցնում, ասում եք, մենք ձեր քաղաքական թիմի ժողովրդին տես բան ասում ենք, որ դուք մեր քաղաքական թիմի ժողովրդին ասում եք։ Հետո գալիս եք խոսում եք ազնվությունից, պարոն Մինասյան։ Բա այդ դեպքում խի Վարդանիկի նախընտրական շտաբ չէիք գնում, խի Վարդանիկի մասին ելույթներ չէիք ունենում նախընտրական քարոզարշավի ժամանակ, խի էիք ծածուկ պաշտպանում Վարդանիկին, որովհետև չէիք ուզում ձեր անտի-ռեյտինգով հանկարծ մի քիչ վնասեք Վարդանիկի բանը, լուսապսակ ճակատը, չէիք ուզում։ Հիմա եկել եք Վարդանիկ եք պաշտպանում։ Նեղ սրտում եք, որ Վարդանիկին ասում է Վարդանիկ։ Վարդանիկ ինքն է իրան ասել Վարդանիկ։ Այսինքն այն բոլոր բաների հետ նորմալ եք, խնդիր չեք տեսնում այն Վարդանիկի հետ։ Այսինքն բոլոր ամեն ինչ որ Վարդանիկի մասին ասվում է, հեչ Վարդանիկը մեջ փաստորեն։ Ընդունենք դա որպես իգիտություն, պարոն Մինասյան։ Խնդրում եմ հաջորդ անգամ մի հատ նաև սրան պատասխանեք։ ԿԲ իդեպ էլի 10 րոպեանոց ելույթներ կան։ Պարոն Մինասյան, դուրս եկեք ծխեք, բայց շենքում, չէ, ներքևը իջնեք, բացօթյա կծխեք։ Հա, բայց պարոն Մինասյան, էլի բան ունի ձեզ ասելու կլսեք, ոչինչ, միութենական պետության հետ կապված։ Ասում եք, որ ասում եք ՔՊ-ն է միութենական պետության ջատագով եւ այլն։ Պարոն Մինասյան, ձեր ղեկավարը, ձեր շեֆը Ռոբերտ Քոչարյանն է, որ չի բացառել միութենական պետության անդամ դառնալը։ Բա պարոն Մինասյան, ձեր ղեկավարին, ձեր շեֆին Ռոբերտ Քոչյանին հարցրել եք, բա այդ ինչ ես ասում, որ չես բացառում միութենական պետության անդամ լինելը, թե վախենում եք ասել։ Տիկին Վարդանյան, դուք այսօր ձեր ծնունդնա վրները չեն ջղայնանա, դուք ասեք։ Դուք այսօր հաստատ ձեր տրամադրությունը ունեցա, որ ձեզ վատ բան չեն ասի։ Մի հատ գնացեք Ռոբերտ Քոչարյանին ասեք, «Էս ինչ ես ասում, շեֆ, ինչ միութենական պետություն»։ Բա մենք գնում ենք սաղորը այնտեղ, մեզի ճղում ենք, ասում ենք հայրենիք, ազատություն, մահկամ ազատություն, բան պետականություն, դու գնում ես մի հատ բան ասուլիսով, հասկանալով թե չհասկանալով ջուրն ես գցում այդ ամբողջ եղածը։ Ասում ես միութենական այո, չեմ բացառում միութենական պետության անդամ դառնալ։ Հետո էլ գալիս է իհարկե Վարդանիկը, ոչ պակաս ինտելեկտուալ քաղաքական գործիչ ինչքան որ Ռոբերտ Քոչարյանն է, եւ ասում է, որ այո, պետքա
ինչու ոչ պետքա դառնալ միութենական պետության մաս։ Հա? Չէ, դե այդ պարզ է, բանը Վարդանիկը որպես առանձին օժտված անձնավորություն արդեն զարգացնում է միտքը։ Հա? Եվ այո, ով էլ դեմ է, թրքահապատակ Շահան որդի է, որը իդեպ, որին դուք պատասխան չեք տվել։ Փաստորեն դուք դրանով հաստատել եք, որ դուք կողմ եք, որտեղ դուք պետքա դիրքավորվեիք։ Այդպես էլ չդիրքավորվեցիք, ժողովուրդ։ Եվ էլ եմ ասում, մեր քաղաքական իրականության մեջ, ժողովուրդ, ամեն ինչի շուրջ պտտվում են, որ խուսափեն խաղաղությունից, որ խուսափեն խոսել իրական բաներից, այսինքն մարդկանց գետնի վրա կյանքին վերաբերող բաներից խոսեն, հասկանում եք։ Եվ անընդհատ խոսում է, եւ անընդհատ մարդկանց փորձում են էլի պահեն այդ բանի մեջ, դեպրեսիայի մեջ, այդ որ մարդիկ չմխիթարվեն, դուրս չգան այդ բանի մեջից, էլի այդ մարդկանց անընդհատ փորձելով այդ վիշտը մատուցելով մարդկանց պահել այդ պատերազմի հետ պատերազմյան շոկի մեջ։ Մարդիկ ուզում են ապրեն, ուզում են խաղաղություն, ուզում են Հայաստանը զարգանա, իրենք ասում են, չէ, ոնց թե դու օ հայ ժողովուրդ։ Քո առաքելությունը բազմաչարչար նահատակ լինելն է, որ դու սկսես, որ դու դադարես տառապել, բա ով պիտի զբաղեցնի բազմաչարչար հայ ժողովրդի, բազմաչարչար ժողովրդի բանը, պատվավոր տեղը ով պիտի զբաղեցնի, ժողովուրդն ասում է, չէ, բայց էլ չեմ ուզում։ Գնում են տարբեր, հիմա նոր մարդիկ են հայտնվել։ Գնում են ասում են, չէ, դու պիտի տառապես, ժողովուրդը ասում է, չէ, չեմ ուզում տառապեմ։ Գնում ասում են, չէ, պիտի տառապես ու ժողովուրդը արդեն մի քանի տարի է իրանց իր գործողություններով կամ վերաբերմունքով ժողովուրդը այդ մարդկանց ասում է, լսեք, չեմ ուզում տառապեք։ Վերցրեք բոլորով հավաքվեք այդ ովքեր ուզում եք, որ ես տառապեմ։ Իրար հետ միասին հավաքվեք ու սիրուն գնացեք։ Չեմ ուզում այլևս տառապեմ, հասկանում եք, ժողովրդի մեսիջը ուղերձը էսա ձեզ, հասկանում եք։ Ու որ ես ասում եմ, դուք բան չունեք, էմոցիոնալ ինտելեկտ չունեք, որ դուք հասկանաք ժողովրդի էմոցիան։ Մարդը ուզում է ապրել, դուք գնացել եք, ասում եք, չէ, դու պիտի տառապես։ Հերիք չի, ժողովուրդ ջան։ Մենք դեռ ունենք էլի 10 րոպեանոց ելույթների հնարավորություններ, այս պահին այսքանը, շնորհակալություն։